Զրուցում են Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն Քահանա Մելքումյանի հետ։ Տեր հայր, այսօր էլ տեսանք, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները ներխուժել Շիրակի թեմի առաջնորդարան, ինչպես նաև Մայրաթոր։ Կխնդրեմ ասեք, այնուամենայնիվ այս իշխանության վերջնական նպատակը որն է, ինչ են ուզում անել, այս ազգին դավանափոխանել, թե իրոք պատվեր են կատարում, ինչ է կատարվում առհասարակ։ Արուծը կանգնում է մի հաղթավայրում, երբ որ այդը բանը շարժերի վրա է, սկսում է արուծին հայհոյել, երկևից արուծն ասում է դու չես խոսում, քո տեղն է խոսում, հիմա ես հրեշի տեղն է խոսում։ Ես կհորդորեմ այս մարդիկ ովքեր գնում են ընդեր, իմանան, որ ի վերջո դրա պատասխանը ստանալու են։ Եթե ասում են հրաման եք կատարում, ուրեմն եթե Թրեշը իրանց հրամայի ասի գնացեք 10-րդ հարկից ձեր երեխեքին գցեք, կամ դուք գցվեք, կամ ձեր կանանց նետեք դեպի ներքև կգնան, չեն գնա։ Եթե իրանց մայրերին, իրանց երեխեքին, իրանց կանանց չեն նետի, ապա եթե գնացել են մայր եկեղեցու դեմ, ուրեմն դա կրկնակի դատաստանի է իրանց համար արժանի։ Իրանք դա ստանալու են։ Պայքարը ինչի համար է։ Պայքարը ուրեմն նայում ենք Ուկրաինային։ Տեսնում եք, ամբողջ ուղղափառությունը ոչնչացրեցին։ Նույնը Ռումինիայում արեցին։ Հիմա ստեղ են անում։ Այսինքն խնդիրը ստեղ քրիստոնեության դեմ է պայքարը, որ հակաքրիստոսի ներկայացուցիչն է ստեղ, որ ըստ օթում կախված որի թլպատվել է Թուրքիայում եւ գնաց է Կապույտ մզկիթում բան արել, նամազ արել Էրդողանի հետ, ըստ օթում կախված որի սա քշեշտի կամպանան, որովհետեւ դա իր ասիլած խոսքն է։ Հիմա մենք գործ ունենք ինչի դեմ, մարդու, որ ինքը քրիստոնեության հետ կապ չունի քրիստոնեական ընտանիք, այսինքն եկեղեցու, այսինքն Աստծո օրհնանքը չկա իր ընտանիքում, սա մեկ, երկրորդը անգամ պետական գրանցում չունի, ըստ եկեղեցական կանոնի դա կոչվում է պոռնոգություն, եւ պոռնոգության անկողնուց իրանց երեխաները կոչվում են պոռնոգության անկողնուց ծնվածներ ըստ Աստվածաշնչի, ինձնից բան չեմ ասում։ Այսինքն եթե պոռնիկն է երկիրը ղեկավարում, իրանց երեխաները պոռնոգության անկողնուց ծնված են, եւ ըստ օգտում կախված նորերի նայել մուսուլմանությունը անդուներ, հետեւաբար բոլոր իր հրանգները կատարողները սա անպայման շեշտեք երիցս նզովյալներ են եւ իրանց ընտանիքներում շուտով կլինեն լուրջ թաղումներ, որովհետեւ չարիքին, սրբապիղծին, անօրենին, հակաքրիստոսին ծառայողները նույնն են ինչ որ գիտեք, ես տես բանը, այսպիսի մի հետաքրքիր պատմություն կա, ասում է մեկը տեսնում է, որ մի երկրի ղեկավարի սատանան կապած տանում է, մեր սուրբերից ճգնավորներից մեկը տեսնում է, ասում է ինչ ես անում, ասում է նա արդեն իմն է։ Դա ասում է ուրեմն նախարարները, բանը են համայնքապետերը, բանը ոստիկանապետերը, բանը ազատին, ասում է չէ, սա ինչ ասի, նրանք անելու են։ Հետեւաբար բոլորն էլ իմն են։ Ուրեմն թող բոլորը լավ հանգիստ խաղաղ իմանան, որ եթե այդ նեռի գործն են անում, դա նշանակում է իրանք սատանայի գործ են անում։ Հետեւաբար ես օրինակի համար եթե լինեի գաղափարի տեղը կամ որևէ առաջնորդի տեղ, հրաման կհանեի, կասեի այ սրանց երեխեք որ շուտով պիտի մեռնեն, սրանց հերերը որ շուտով պիտի մեռնեն, պիտի չթաղեք, անթաղ պիտի մնան։ Որտեւ իրանք պես գործ են անում։ Այդքան բան։ Ես գիտեմ, որ իմ անուններ կան դեր, շուտով իմ հետևից են գալու։ Բայց ամենայնիվ, ասում եմ, սրանց օրով եթե չնստես, ուրեմն մեղքա։ Որտեւ այս, բա ինչ, եթե սրանց օրով եթե բան հետևից չեն գալիս, ուրեմն ինչ-որ բան կա։
լավ կլի թողան, սիրուն նազովները լսեն, ես գնամ իրանք հետ թաղել, գիտեք մի բան կա, մենք մի բան ունենք, որ աշխարհը ոչ մեկ չունի, դա մեր խոսքն է, ասում ես, նստում 40 սպասում, մեկը անիրավ կերպով ակտ կգրեցին վրա, ասացի մի արա դա, որտև անիրավ այլի, ասաց չէ, հրամանկա պիտի անեմ, ասի դա արա, բայց կյանք տարժեն արան, ասեց ես ոչ մի բան չունի, Սևանի տրանսում բծայենթակով մերով, հիմա պատկերացնում ես ինչ մեռելներ են գնացել այնտեղ, եւ քանիսն են եկուս մեռնելու այդ մեղքի մեջ, իրանց խորհուրդ կտամ, որ կարդան երկաթե վարակուրից այս կողմ մի լավ հրաշալի գիրք կա, թե ովքեր հոգեվորականների վրա հարձակվեցին եւ իրենց ընտանիքով ինչ պատվահասների ենթարկվեցին, որ կարդան կարող է խելքի գան, ասինքն նեռի արաքյալի կամ այս հրեշի կամ թուրքի ճորտի չգիտեմ բաներին հրամաներին չեն ենթարկվի, գոնե իրանց ընտանիքը սիրելով, նրանք ովքեր գնացել են մայրոցերը վրա, իրենք ատում են իրենց ընտանիքը, ատում են իրենց երկիրը, ատում են իրենց ծնողներին, սովգիրքն ասում է, ողջակին, լսիր հորդ խրատը և մի մերժիր մորդ պատվիրանը, ուրեմն հոր խրատը ասո խրատնա, մոր պատվիրանը, աստվածաշնչի պատվիրանն է, որ ամեն անգամ եկեղեցում դա ընթերցում է, ամեն կիրակի սուրբ պատարագի, ուրեմն եթե իրանք դա չեն լսել, մեղքը իրանց վիսը, որտեղ քահանան Աստծո օծյալն է,